Էլի անդրադառնալով թեմային արտաքին հետախուզության հայտարարությանը, պարոն Փաշինյան, ինչու իշխանությունը հստակ չի նշում թե որ երկրից են այդ քաղաքացիների վրա ճնշումներ գործադրվում, որովհետև տպավորվում է, թե ամբողջ աշխարհից խմբված Հայաստանի քաղաքացիների վրա ճնշումներ են գործադրվում ինչ-որ մարդիկ կամ ինչ-որ ուժեր։ Ինչու այդ ցածում կամ ինչու դեպի չի անում կառավարությունը որոշ երկրների անունները կան։ Սա առաջին հստակեցումը եւ երկրորդը դեր երկրի հետ կապված երեկերավորում դուք գնացել եք այնտեղ բողոքում եք Հայաստանի ներքին խնդիրներից եկեղեցու ընդդիմությունից ձեզ նաև մեղադրանք են հնչում թե Հայաստանի ներքին հարցեր մասնավորապես օրինակ եկեղեցու հետ կապված հարցերը ինչու եք բարձրաձայնում այն ենթատեքստով, որ օրինակ նույն հոգևորականների հետ կապված դատական որոշումներ վճիռներ էլ չկան։ Ինչու եք դուք այդ ամբիոնը օգտագործում դեռևս ոչ դատական վճռով անգամ Հայաստանի մարդկանց հոգևորականներին մեղադրելու որոշակի արարքներում։ Նախ ես որևէ մեկից չեմ բողոքել, ես մեր դիրքորոշումներն եմ արտահայտել, այդ թվում իմանալով, որ Եվրոպական խորհրդարանի падգամավորները մեր падգամավորների հետ շփումների ընթացքում ասում են, որ տարբեր կազմակերպություններ, անհատներ գալիս են իրենց մոտ, դիմում են իրենց, տարբեր ինֆորմացիաներ են ներկայացնում, դրանից առաջ հայտարարություններ էր եղել եւ այլն, լավ միջազգային հարթակ էր, որպեսզի ես բոլոր հնարավոր միջազգային կառույցների բոլոր հնարավոր հարցերին անդրադառնամ եւ հատ-հատ չանդրադառնամ, ինչ վերաբերում է արտաքին հետախուզական ծառայության հայտարարությանը, դա ինֆորմացիայի ծավալի եւ նպատակահարմարության հարց է, կարծում եմ հետագայում ավելի մանրամասն պարզաբանումները ըստ անհրաժեշտության կլինեն։ Ենթադրում եմ, գիտեք, ես այդքան մանրամասներով չեմ կարող ասել, ենթադրում եմ կլինեն։ Դուք հոկտեմբերի 16-ին կառավարության նիստի